կարծում եմ, որ եւ այն կարծիքին է, որ այս ամբողջ երբ որ մենք քննարկեցինք, ես պարոն Սարգսյանին մի քանի օր առաջ առաջարկել եմ, որ այս նախագիծը հետ քաշի եւ մտնենք ավելի խորքային քննարկումների, հարային քննարկումների փուլ, առավել եւս պաշտպանական գերատեսչության ավելի ներառական ներկայությամբ այս հարցերը, որ պարոն Սարգսյանին տրվում էր, ինքը պիտի տար այդ պատասխանը, որտեվ չկա մշակված այդ քվոտաների խնդիրը ոնց դիլուցի։ Լավ է լինելու, չէ։ Կներեք, երբ որ առաջի փուլով անցնենք, հետո երկրորդ փուլից առաջ որը կընդունվի, որը չընդունվի, որտեղ այստեղ փոխվում է ամբողջ փիլիսոփայությունը։ Իմ առաջարկը, պարոն Սարգսյան, ձեզ, որովհետև ես ձեզ այդ հարցը պատական չեմ տվել, որ դուք մենակ եք աշխատել, թե աշխատանքային խումբ ա եղել, 1 հոգի, 10 հոգի, իրավաբաններ, զինվորականներ եւ այլն, դուք ասիք մենակ եմ եղել։ Ես ուզում եմ, որպեսզի հետ քաշեք եւ գաք նաեւ այն հարցերի ներառումով, ինչ որ բարձրացրեց Վահագն Խաչատրյանը։ Այն ինչ որ մենք չստացանք նախագահի անունը տվեցի, ոչինչ, նախագահի դառնաս։ Այն ինչ որ ասեց Վահագն Ալեքսանյանը, այն ինչ որ լսեցինք մեր գործընկերներից։ Պարոն Սարգսյանը բնականաբար այս հարցերը, որտեղ կառավարության տեսակետը սա է, բայց ես ուզում եմ, որ ընթացակարգերը այնպես է գնացել, որ կառավարությունում քննարկվել է մի բան, որը պետքա այս թվերի շուրջ լիներ։ Հիմա Կարմիր Պապկայով պարոն Գալստյանը բերեց պարոն Տոնյանի ուղարկած թիվը, եթե նկատեցիք պարոն Սիմոնյանի կանչեցի, ասի դու ոնց ես տեսնում, ոչ իրավաբանական վարչության պետքն է։ Այդ թիվը բնականաբար լուրջ այս ձևաչափով հնարավոր չէ թվերը։ Եվ այդ թվերի մեջ պետք է հասկանանք, որտեղ պարզ չէ, որ այդ թվերը լսել ստոր մեր ֆրակցիայում, ես խոսել եմ թե Հանրապետության զինկոմի հետ, թե գլխավոր շտաբի պետի հետ, եւ այդ թվերը շատ պարզ ես գիտեմ, քանի զորակոչային տարիքի մարդա ներգրաված այդ թվերի մեջ, քանի պայմանագրային, պայմանագրայինների վիճակը, երեկ մենք պարոն Խաչատրյանը, պարոն Մերաբյանը այս երկու օրվա ընթացքում շրջացել ենք արել եւ տեսել ենք նաեւ մեր ինչ որ ձեռքբերումներ եւ ինչ որ թերացումներ, հենց բանակետ կապված է։ Բայց այդ դրա մեջ չի խնդիրը, այն ցանկացած խնդիր, որ դնում ենք, հարցերը պետքա քչանան։ Մենք ասում մարդու երոնքները պաշտպանալի ասեց, չասեց, բերեց հիմնավորումներ սահմանադրության հետ կապված խնդիրների։ Ինչ, հետո գրանք սահմանական դատարան ճշտենք այդ։ Ակնհայտ են, որ խտրականության խնդիր առաջանալու։ Ակնհայտ է, ինչ արժում, 1 ամիս գան, ով է գալու։ Պարզվում է, որ հանճարները պիտի գան, բայց նրանք փող չունեն։ Եթե այդպես ենք մտածում։ Պարոն Խաչատրյան ասում է 4 ամիս, պարոն Խաչատրյան։ Այս օրինագծում ուրեմն պետք է առաջարկեք 1 ամսվա ընդհանրապես հանեն։ Ընդհանրապես հանեն։ Այդ դեպքում ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է։ Ինչ ենք ստանում զորակոչի թվերի հետ։ Այո, գրավչություն եթե մեծացնեն, կարող է զորակոչի թվերը փոխվեն։ Մարդը նախ պետք է սիրի իր երկիրը, ինչ որ մենք տեսանք Վանաձորում։ Դրսից սիրող մարդիկ ստեղծում են միջավայր հատկապես կրթական, որովհետեւ այդ կրթված երեխան վաղը կրթված զինվոր լինի, խոսքը կարող Արմենի ծրագրերի մասին է։ Գուաֆի մասին է, այո, այդպես պետք է լինի բոլոր ճյուղերում, եւ դեպի բանակ, այդ բանակը պետք է գան, ոչ թե բանով, չգիտեմ, կան շահառուներ, հաստատ, այդ մի ամսվա շահառուներ կգտնվեն, դրանք շատ քիչ են, դա բանակի հոգսերը չի լուծելու, մթնոլորտը, չգիտեմ, բարդ մթնոլորտի մեջ ենք հայտնվելու, բազմաթիվ դրվագներ նկարագրվեցին, որը որ չգիտենք, դա լինելու է, անդադ հասարակությունը այսել օնլայն քննարկում են, քննարկելու եք։ Այս ինչ է, որտեղ փող բառը որ լսում, ասում է ինչ որ բան չի։ Ամեն ինչի հիմքում եթե փողն ենք տեսնում, այդտեղ լուծումը մարդկային ռեսուրսի այդտեղ չի լուծվելու։ Եթե փողն է, եկեք ուրիշ է մեր ծրագիրը կառավարության պրոֆեսիոնալ բանակն է նպատակը։ Բերեք այդ փողը դնենք վերևում, կառուցենք այդ պրոֆեսիոնալ բանակը այդ փողի սահմաններում։ Ունենալով նաև զորակոչային որոշակի թեկուզ քիչ ռեսուրս, բայց դա այն ռեսուրսն է, որտեղ նույն գերմանացիները պրոֆեսիոնալ բանակը հասկացան, որ զորակոչային ռեսուրսի բացակայությունը կտրել է, այդ խզել է, պետք է այդտեղից մարդ ցանկանա։ Մեկ ուրիշ երկիր ուրիշ է, ուրիշ երկրների օրինակները չվերցնենք։ Տիկին Գերուկյանը ասաց, որ հարավում շատ բարդ իրավիճակ առաջանալու։ Այս քննարկումը արդեն ինքը բարդությունները առաջացնում այն մասով, որ այնտեղ մի բան եթե եղա, ոնց է կառավարում այսօր բանակը, արդեն այդ սցենարները պիտի ունենա, կարծում եմ արդեն ունի, որտեղ եթե չունի, վաղը մենք փաստերի առաջ ենք կանգնելու, հրթիռները գնալու են գան, եւ մենք արդեն մեր ներքին բանը չենք կարողանալու։ Պարոն Սարգսյան, ելի իմ առաջարկը մնում է նույնը, ես խնդրում եմ ձեզ, դուք կորոշեք,
հանեք նախագիծը 2 ամիս, գանք աշուն, որովհետև հրատապությունը խնդիր չի լուծելու, որտեղ ինքներդ գիտեք, կառավարությունը իր որոշը, մեջ 90 օր տվե, որ այս իրավական խնդիրները մշակեն մինչև զորակոչի, չգիտեմ, որ ընթացքը ավարտը։ Ձմեռային, մինչև ձմեռային ժամանակ ունենք, բայց այս բոլոր դետալացնենք հարցերը, կա քաղաքացիությունից հրաժարվելու խնդիրը, առանձին թող պաշտպանական գերատեսչությունը բերի այդ խնդիրը, որ շատ կարևոր է, 8000 ռեսուրս ա կորում, բերեք առանձին։ Ինչքան եք մենք առանձին դենց բաներ քննարկել, լուծումներ գտել գնացել առաջ, բայց այս ամբողջի մեջ, եթե առանձին դետալները ճիշտ իրաց տեղը չեն գտնում, այդտեղ ուրեմն խնդիր ենք ունենում։ Իմ առաջարկը մոնման նույնը, հանեք, եթե համաձայնեք ձեր եզրափակիչ ելույթում ասեք, որ գոնե ես վստահաբար քվեարկեմ կողմ, դեմ, թե ձեռնպահ։ Քվեարկությամբ։ Ասեցի, ոնց ասում։ Չէ, ես ասեմ, ամեն ինչ կախված է, ես ասեցի, պարոն Սարգսյանը, ես ասել եմ, սա սովորական բան չի, փաթեթ չի, սա առնչվում է սահմանադրության հետ, սա առնչվում է մարդու իրավունքների հետ, մարդու իրավունքների գրասենյակը, թե մարդու իրավունքների գրասենյակը չկա։ Քանի է, քաղաքացիության հետ, յուրաքանչյուր ընտանիքի հետ, տղա ունեցող 2 թե 3 մարմնի հետ, որտեղ այստեղ կյանքի իրավունքի խնդիր կա։ Մի երեխան փողով խաղից դուրս է գալի, բա մյուս երկուսը աստվածչանի մի բան եղավ, զոհերը, ծնողի վիճակը նայում եք, բոլորս էլ ծնող ենք, մի մասից երեխաները պատերազմով են անցել, մի մասը չի անցել, հազար մի հարցեր կա, բայց հարցերը, որ չեն կարում կոռուպցիայի հարցը լուծենք, պարոն Խաչատրյան, կոռուպցիայի հարցը լուծած շատ երկրներ կան, որոնք տեսանելի չի կոռուպցիան, նշանակում է լուծել են, անտեսանելի կոռուպցիան, դա դեռ չի ազդում հասարական ընկալման վրա։ Շատ երկրներ ենք եղել, տեսել ենք։ Որտեղ որ հաջողվել է լուծել, գնացեք Դանիա, չկա կոռուպցիա, ճանապարհային ոստիկանություն։ Ինչա դեց։ Չկա, մարդը չի խախտում, չի թքում, չի բանանում։ Տեսակ, որ կոռուպցիա չկա, երեք չառաջորը չկար այդ միջավայրում, աղտոտածություն չկար։ Դեռ ուրիշ միջավայր էր, մթնոլորտը կախված է յուրաքանչյուրից։ Այսպիսի բաներով պետք է փոխվստահություն լինի եւ այդ փոխվստահությունը պետք է տեղավորվի պետական շահի տրամաբանության մեջ։ Պարոն Սարգսյան, իմ առաջարկը հանեք, վերադառնանք աշնանը, նորից մտնենք լայն քննարկումների փուլ, եթե չեք հանում, ուրեմն քվեարկության մենք ամեն մեկս իր պատկերացումներից ելնելով պետք է